Ես պատասխանեմ ձեր հարցին, կրկին անգամ հաստատում եմ այն, ինչ որ նախապես ասեցի, այսինքն ճշգրտեցի, այստեղ նաև հատուկ պաշտպանության տակ գտնվող անձինք են, հետևաբար ամբողջ տարածքը պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի առաջի հոդվածի տրամաբանությամբ համարվում է նաև պահպանվող տարածք։ Հետևաբար չավարտեցի, կներեք, հարցը վտանգը չի։ Ու ընդհանրակարգ կա, օրենքը երբ որ կատարում եք, չեք մեկնաբանում ինչի համար եք դանում, դա ուղղակի օրենք։ Եվ խնդրում եմ, որպեսզի հարգելի հավաքի մասնակիցներ, սա վերջնական պատասխանն է, ես ձեզ պատասխանեցի եւ այլևս ինչ անհրաժեշտ է ձեզ պատասխանեմ, որ վիճաբանության բանավեճի չգնահ մեր խոսակցությունը։ Պարոն Պետրոսյան, մի հարց ամեն դեպքում, ինչպես եք որոշում հեռավորությունը պետական պաշտպանության ներքո գտնվող անձի պաշտպանության։ Պետական պաշտպանության գտնվող անձի հեռավորությունը եւ սահմանները պահպանվող օբյեկտի որոշում է պետական պահպանության ծառայությունը, իսկ ոստիկանության գվարդիայի մասին օրենքի 4-րդ հոդվածի հիմքով որպես խնդիր կատարում է դա աջակցում։ Դուք ինչպես եք որոշել, որ այստեղ պետք է կանգնեք, ոչ թե համալիրի շենքի մուտքի մոտ։ Ես ձեզ պատասխանեցի։ Չէ, բավարար չեք պատասխանել, խնդրում եմ պարզաբանեք։ Ճիշտ եմ հասկանում, որ պետական պահպանության մարմինը, լիազոր մարմինը ձեզ տվել է կոնկրետ ուղեցույց կամ հրահանգ, որ այս սահմաններում է կանգնում, ձեզ համար հիմք այդ հրահանգն է, թե դուք ինքնուրույն եք որոշել հեռավորությունը։ Մենք նաև ինքնուրույն որոշել հեռավորությունը եւ տվյալ պարագայում կասեք, տվյալ պարագայում մենք հեռավորությունը համագործակցված ձևով ենք որոշել։ Ինչքան է սահմանված, կարող եք ասել։ Չէ, մետրով սահմանված չի։ Դա կա, ես չեմ կարող մի բան էլ ձեզ պատասխանեմ, Տիկին Թանդելյան, պատասխանեմ նաև ձեզ այդ հարցին, որովհետև կան բաներ, որոնք իհարկե ես ձեզ ներկայացրի, հիմա բավարար չափով, բավարար ժամանակ տրամադրեցի եւ բոլորիդ հարցերին պատասխանեցի։ Դրանից ավել այլևս պատասխանելը ուղղակի երկխոսության է վերածվում անվերջ։ Դրա համար ես խնդրում եմ, որպեսզի ըմբռնումով մոտենաք այս հարցին եւ շարունակեք ձեր հավաքը, եթե անում եք։ Իսկ մենք աջակցենք հավաքի տրամաբանության մեջ ինչքան հնարավոր է։ Շատ լավ։ Չունեմ նման լիազորություն, կներեք չունեմ, նման գործառույթ չունեմ։ Ինչ-որ կերպ կապվեք, որ ներկայացուցիչ գա, խոսի մարդկանց հետ այսպես։ Հավատացեք, ամբողջական ներկայացել եմ իրավիճակը եւ իրավիճակի հետ կապված կրկին պատասխանը ձեզ տվեցի։ Շնորհակալություն, կներեք, թույլ տվեք շարունակել աշխատել։ Բայց ինչպես տեսնում եք, Հաստատի չեք կարող, դե մենք հիմա կփորձենք հասկանալ, էլ ինչ տարբերակ կկարողանանք։ Նորմալ է ժողովրդավարական երկրի համար այսպիսի սահմանափակումները դնելը եւ թույլ չտալ պարզապես, որ այդ ժողովրդավար երկրի ժողովրդի ներկայացուցիչները շփվեն այն պաշտոնյաների հետ, որոնց արժեքները իբրև թե մեզանուն սերմանում են։ Եթե լինի գոնե պլակատը չէին դնի, որ մենք Երևանինք, ամեն ձև փակել են, իհարկե նորմալ չի, դրա համար մենք փորձում ենք ամեն ձև ձայն բարձրացնենք, փորձենք օրվա ընթացքում էլ իրենց նամակներում էլ օգնականներին էլ նշել ենք, որ մենք այստեղ ենք լինելու, հույս ունենք, որ դեռ ինֆորմ 1-ի մոտ ժողովրդավարությունը բարձր արժեք ունի եւ կիչնիկ մեզ մոտ եւ մենք կկարողանանք թե նամակը փոխանցել եւ թե մեր պահանջները հղել։